Քորոսան իմ հարցը վերաբերում է Արցախների նամակով բնակարանների պայմանների բարելավման ուղղված հավաստակներին։ Դուք նշեցիք, որ 4000-ից ավելի ընտանիք արդեն հավաստակի ստացել է, եւ այդքան կարծես նշված է, որ 1700-ից ավելին արդեն իրացել է։ Ինչ հետաքրքիր է, ընդհանուր շահառուների կոնկրետ քանի տոկոս է կազմում, որովհետեւ արցախցիները ամեն դեպքում շարունակում են դժգոհել, որ հավաստակով նախատեսված գումարով չեն կարողանում բնակարան ձեռք բերել, հատկապես փոքրաթիվ ընտանիքները։ Այդ ցուցանիշը, որ ունենք հավաստակների ձեռքբերման եւ իրացման, գոհացուցիչ է։ Այստեղ կա բաները, բանկների։ Մի հատ տեսեք, գոհացուցիչ չէ այնքանով, որ մենք ուզում ենք, որ բոլորը ստանան, բայց պարզա, որ դեռ բոլորը չի, որ հավաստակները ստացել են, բայց այստեղ մի քանի հանգամանք կա, հանգամանքներից մեկը նշեցիք հիմա կանդրադառնամ, բայց ամենակարևոր հանգամանքը կա։ Մեր հայրենակիցները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Եվ մենք խնդրեմը տեսնում ենք հիմնականում այդտեղ, որ շատերը չէ, որ ուզում են ստանալ քաղաքացիություն, տարբեր պատճառներով, եւ ես այստեղ չեմ կարող չնկատել կամ չխոսել այն շահարկումների մասին, որոնք անում են տարբեր շրջանակներ եւ դրդում մեր հայրենակիցներին չստանալ քաղաքացիություն։ Չստանալ քաղաքացիություն, որովհետեւ դրանով ինչ որ բաներ հետո ապագայում կկարողանան իրենց հարցը լուծել, թե աշխարհաքաղաքական, թե անձնական։ Չստանալ քաղաքացիություն, որտեղ քաղաքացիություն նշանակում է ոչ միայն իրավունք, այլև պարտականություն, այդ թվում օրինակ ծառայելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Քաղաքացիություն նաև այլ պարտականություններ է նշանակում։ Եվ այդ շահարկումները եւ ոչ միայն ըստ էության բերել են մի իրավիճակի, որ դեռ բոլորը չի որ ստացել են քաղաքացիություն ու նաև կան օբյեկտիվ այո պատճառներ, որ քաղաքացիություն ստանալու գործընթացը թեև հեշտացված է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները, բայց այնուամենայնիվ ժամանակ է տևում, երբեմն կարիք է լինում նաև դատական գործընթացներ անել, որտեղ փաստաթղթերի պակաս եւ այլն այդպիսի բաներ են տեղի ունենում։ Մենք վերջի ամիսներին տեսել ենք բավական աճ քաղաքացիության դիմումների եւ պետք է խրախուսենք, որ դա շարունակվի եւ ես դες վստահեցնում եմ, որ նաև հաստատված խաղաղություն է նպաստելու, որ մեր հայրենակիցները ավելի շատ քաղաքացիություն դիմումները ներկայացնեն եւ քաղաքացիություն ստանան, արդեն այդ բանակից խուսափելու հանգամանքը պետք է որ թուլանա իմ տպավորությամբ եւ նաև քաղաքական կայունությունը ես կարծում եմ, որ դա էլ կնպաստի։ Ինչ վերաբերում է թվերին, հա, գումարներին։ Տեսեք, մենք ունենք մի քանի տեսակի փոխհատուցման չափեր տարբեր համայնքների համար 3, 4 եւ 5 միլիոն դրամ։ Եվ մենք կարծում ենք, որ այն մեր քաղաքացիները, որոնք որ ուզում են ձեռք բերել բնակարաններ, կարող են այդ գումարով եւ նաեւ ինչ որ չափ նաեւ հավելյալ վարկային միջոցներ ներգրավելով, եթե ուզում են ավելի իրենց նախընտրելի, հա, բնակավայրին ունենալ այդ տունը, ձեռք բերել տունը, ավելին մենք նաև դա խրախուսելու համար գիտեք, որ զբաղվածության ծրագիր վերջերս հաստատեցինք, դրա մասին ներածական խոսքում չասեցի, ինքնազբաղվածության ծրագիրը, որով խթանելու ենք փոքր բիզնեսների ստեղծումը այն քաղաքացիների համար, որոնք որ բնակարանային ծրագրի շահառու են դարձել եւ նաեւ ունեն գործող ծրագիր հիմա դա արդեն բարձր աշխատողներին է վերաբերում, այդ մասով էլ փոփոխություններ են իրականացնում, այսինքն մենք ուզում ենք, որ նաեւ այդ մեր քաղաքացիները աշխատանք ունենան, իդեպ նրանց մեծ մասը աշխատունակ տարիքի մեծ մասը ունի աշխատանք, նրանք հիմնականում աշխատավոր ժողովուրդ են, այսպես ասած ժողովրդական լեզվով ասած, եւ նրանք կարողանում են հավելյալ միջոցներ ներգրավել, ու մենք շատ ենք շփվում իրանց հետ, նաեւ ինդիվիդուալ, մենք նաեւ գիտեք, որ հանձնաժողով ունենք այդ հարցով զբաղվող եւ որ ինդիվիդուալ դեպքերը լուծում է, եւ մյուս, այսինքն բազմակոմպոնենտ փորձում ենք լուծումներ տալ։ Դու էլի ձեր նշած երկարատևի մասով, փոքրաթիվ ընտանիքների մասով, փոքրաթիվների մասով էլ ասեցի ունենք նոր ծրագիրը, որը գործելու է հուլիսի 1-ից, իսկ մինչև հուլիսի 1-ը նախապատրաստական եւ էլեկտրոնային համակարգերի աշխատանք պետք է իրականացվի, դրա համար արագ չենք սկսում ու նաեւ մենք այնուամենայնիվ ուզում ենք, որ մարդիկ ձեռք բերեն տունը եւ ոչ թե պարզապես նախընտրեն երկարատև վարձակալության ծրագիրը եւ ես ասացի կրկին նորից եմ ասում որ միշտ էլ դա դինամիկ գործընթաց է եւ երբ որ մենք տեսնում ենք լավարկման տեղ դա արել ենք եւ եթե տեսնենք ելի կանենք Շնորհակալություն Արմեն Հովհաննիսյան Բաղնակալը ես ցանկանում եմ ավելացնել
մսացի կենտրոնների աշխատանքին, ինչպես է գնահատում նրանց երկու շատ հաջող դերերում մասնագիտական ոչ ճիշտ մոտեցման արդյունքում քաղաքացիներն ընկնում յուրոզրական կամ շփումների մեջ եւ երկրորդ հարցս վերաբերում է նախորդ հարցին ի վերջո կենսաթոշակների ուղի իմաստով բարձրացում ապագայի նախատեսում է այլևս բացառվում։ Եկեք երկրորդից պատասխանեմ, հետո անցնեմ առաջին։ Ես անկեղծ ասած չեմ հասկանում հարցի իմաստը։ Եթե նպատակը շատ գումար ստանալն է մեր քաղաքացիների, ինչ տարբերություն, ինչպես է դա բարձրացվում, երբ որ ես ներկայացնում եմ մեխանիզմ, թե դա ինչքան ձեռնտու է թե շահառուին եւ թե պետությանը։ Եվ մենք այս ծրագրի վրա միլիարդավոր դրամներ ենք ծախսում եւ այս տարի հիմա թիվը հանգիստ չեմ հիշում, բայց տասնյակ միլիարդավոր դրամների հետ վճար ենք տարի, որը ըստ էության բարձրացում է։ Հիմա դա բարձրացում է այս նորարարական գործիքով, թե պարզապես բազմապատկած ինչ որ ֆորմուլա է, որով հաշվարկվում է թոշակը։ Թե հեսա թոշակառուի համար ինչ տարբերություն։ Ես կարծում եմ, որ ոչ մի չի կարելի, թույլ տվեք մինչև վերջ ավարտեմ խոսքս։ Մանավանդ երբ որ առևտուրը նորից եմ կրկնում, անկախիկ ենք ամեն ինչ դարձնում մեր երկրում եւ դա խրախուսում ենք, ապագայում նաեւ կանխիկի վերացմանն է այս ամեն ինչը գնում։ Առաջի հարցին, տեսեք, ձեր հարցը ունի երկու կոմպոնենտ՝ մեծ, ռազմավարական եւ տեղային։ Ռազմավարական կոմպոնենտը մեր ծառայությունների թվայնացումն է, որի ուղղությամբ մենք գնում ենք եւ օրինակ անցյալ տարի ունեցել ենք որոշակի թվայնացված ծառայություններ, որոնք ի սկզբանե խոչընդոտներ են եղել, հետո լուծվել են եւ իմ կարծիքով, իմ խորին համոզմամբ, ոչ թե կարծիքով, մենք ինչ որ մի օր քաղաքացուց դիմում չպետք է ընդունենք որևէ քաղաքացին չպետք է գա որևէ մեր կենտրոն, պարզապես չպետք է գա։ Այդ ամեն ինչը պետք է լինի ավտոմատ կամ օրինակ ինքը դարձավ 63 տարեկան եւ ունի 10 տարվա աշխատանքային ստաժ, ինքը ավտոմատ սկսում է թոշակ ստանալ, չի գալիս դիմում, չի գրում։ Հիմա մի օրինակ բերեմ, նույնիսկ աշխատող կենսաթոշակառուները, երբ որ իրենք շարունակում են աշխատել, իրենց ամեն ավել տարվա ստաժի համար վերահաշվարկ կա։ Դրա համար պետք է դիմում գրեն մարդիկ։ Ու դա օրենքում է գրած, որ դիմում պետք է գրեն։ Հիմա մենք այդ օրենքներն ենք փոխելու, որտեղ դա աբսուրդ է։ Հիմա այսօրվա պայմաններում մենք գիտենք բոլոր աշխատողների տվյալները, պետական եկամուտների կոմիտեի համակարգում դա կա։ Դա պետք է լինի ավտոմատ, մարդիկ չպետք է գան միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ եւ ոչ շատ հեռավոր ապագայում ես պատկերացնում եմ, որ մենք միայն պետք է ունենանք դաշտային աշխատողներ, դաշտային ճակերտներով, որոնք պետք է տնայցեր իրականացնեն եւ քաղաքացիները չպետք է գան մեր կենտրոններ։ Ես դες բան չասացի։ Ես առանձին ձեր հարցին կպատասխանեմ էլի։ Եվ տեղային մասով, այո, մենք պետք է մեր այսօրվա աշխատողքիսների եւ բարեկրթությամբ եւ բարեհամբույր սպասարկմամբ եւ մասնագիտական գիտելիքներով զբաղվենք եւ ես այնքան եմ դա կարեւորում, որ ինքս անձամբ այցելում եմ բոլոր միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ, մնացել եմ միայն այցելեմ Շիրակի, Լոռու մի քանի եւ Արարատի մարզի գրասենյակներ, որը անելու եմ հավանաբար մի շաբաթ, եւ ես անձամբ տեղում նաեւ իմ գնահատականն եմ ստանում այդ կոլեկտիվի կամ անձնակազմի մասնագիտական որակներից եւ նաեւ մենք փոփոխություններ ենք իրականացնում թե կադրային, ինչը շատ բնական է, եւ թե նաեւ վերապատրաստումներ հենց այդ մեր մասնագետների եւ ընդհանրապես մի օրինականացված աշխատանք, այսինքն որպեսզի բոլորը նույն կերպ աշխատեն, սկսած նույն հարցին նույն կերպ պատասխանեն։ Մի քիչ կարող է ռոբոտիզացիայի նման լինի, բայց դա ճիշտ է, որտեվ եթե դու սկսում ես նաև իմպրովիզներ անել, այդ ժամանակ է դու սկսում սխալ բաներ ասել, հա, որտեվ երբեմն դու ինչ-որ բաներ հորինում ես, որ կոպիտ ասած տակից դուրս գաս, բայց պետք չի տակից դուրս գալ։ Մենք կտանք մեր աշխատակիցներին, իդեպ դա նաև վերաբերում է մեր թեժ գծին, որը շատ կներեք, բայց ծանրաբեռնված է աշխատում եւ երբեմն չի հասցնում զանգերին պատասխանել եւ զանգերի պատասխանելուց էլ երբեմն չի կարողանում ճիշտ պատասխանել, այդ մասով էլ սկրիպտեր են ներդնելու, հարց պատասխան, ուղղորդում, այսինքն հնարավորինս ռազմավարական մակարդակի փորձելու են լուծել, բայց նաեւ տեղային լուծումներ տալ եւ եթե կլինեն, ես ձեզ խնդրում եմ նաեւ եւ ներկաներին եւ բոլոր լսողներին
մեզ եթե լինում են կոնկրետ դեպքեր, ես ինքս օրական տասնյակ մեր քաղաքացիների եմ եւ նամակներով էլեկտրոնային եւ սոցիալական մեդիայով պատասխանում, այդպիսի խնդիրներ մենք նաեւ ինդիվիդուալ դեպքերով կզբաղվենք։ Իսկ մի հատ վերադառնալով Գիգալեչյանի հարցը, ասեք ՄՍԾ-ները փակելու են։ Փակելու մասին չի խոսքը, բայց մեր աշխատանքի հիմնական արդյունքը այն պետք է լինի, որ մեր տեղը ոչ մեկ չիմանա, այդ ամեն ինչը այնքան, որ նույնիսկ նախարարության անունը չհիշեն մեր քաղաքացիները։ Ես ասում եմ, որ մեր վերջնական նպատակը դա պետք է լինի։